Ինչ է ծուլությունը։ Ցանկացած աշխատանքով մենք նմանվում ենք մեր արարչին։ Երբ որ Աստված մարդուն ստեղծեց իր պատկերով նմանությամբ, ես միշտ ասել եմ, դա ամենևին արտաքինը չէ։ Դրա մեջ շատ հանգամանքներ կան, եւ հանգամանքներից մեկը աշխատելու եւ կամ արարելու ունակությունը։ Ծուլությունը դա մի վիճակ է, որ դու պարզապես կամովին չես ուզում որևիցե կերպով մասնակիցը լինես քո հոգու փրկությանը, քո եւ Աստծո համատեղ քայլելուն։ Հիմա ասեք, թե ինչ կապ ունի ծուլությունը փրկության հետ։ Մարդը արարում է բազմոցից վեր կենա ինչ-որ մի բան անի։ Այ հենց այդտեղից է։ Երբ որ մարդը չի ցանկանում որևիցե մի բան անել, որ մարդը փորձում է այդ ամենը ստանալ, եթե վերևից չի ստանում, ինքը նեղանում է։ Եթե ինքը չի ուզում աշխատել, եթե ինքը ծուլանում է սեփական հոգին փրկագործելու համար ինչ-որ մի բան անել, դրա ուրիշ տեսակն է կա։ Մարդ գալիս է եկեղեցի, պատարակների, իր կյանքի ընթացքում ամեն ինչ ինքը անում է, բայց ծուլանում է ինչ-որ մի բարի արարք անել։ Ծուլանում է դիմացինին սիրել։ Հավես չունի, այսպես ասած հայերենով։ Անդարդ գլուխը դարդի տակ չի ուզում դնել, որովհետև սիրել նշանակում է պատասխանատվություն, նշանակում է դիմացինի հետ կիսել ինչ-որ մի բան, հոգս, ցավ կամ տառապանք։ Երբեմն նաև ծուլությունը դա որոշակի առումով սիրո պակասություն է։ Ես հիշում եմ, որ ամենաառաջի հաղորդում որ նկարահանվեց եւ ես մասնակիցն էի 2004 թվականին, հետեւյալը ասացի, որ ամեն մեկի մեջ սիրո արկայությունը տարբեր չափսերի է։ Մեկին սերը մղում է հերոսությունների, անձնազոհության եւ այլոց փրկության, մեկ ուրիշի սերը հերիքում է հազիվ գնալ դիմացի խանութից հաց գնել ուրիշի համար։ Եվ որքան սերը պակասում է, այդքան ծուլությունը ավելանում է։ Տեսեք ինչ հետաքրքիր է, չէ՞։ Ամեն ինչ պտտվում է սիրո շուրջ։ Ցանկացած մի մեղքի արկայություն պտտվում է սիրո կամ սիրո պակասության շուրջ, ավելի շուրջ։ Դու ծուլանում ես, դու չես ուզում ոչ մի բան անես, դու մտածում ես բոլորը քեզ պարտական են, եւ դա կարող է քեզ բերել հպարտության, որը նույնպես մեղք է։ Դա կարող է քեզ բերել քննադատության, բամբասանքի, որ դիմացիները քեզ չեն ուզում ոչ մի բան անեն, դու այնպեսի լավն ես, այնպեսի հզոր ես, քո եսը այնպեսի հրաշալի է, որ բոլորը քեզ պարտական են, ոչ մի բան չեն ուզում անեն քեզ համար։ Եվ այդպես նորից այն գալիս ենք այն շղթային, որ մեղքը մեղք ծնում, այդ շարասյունը երկարում է։ Արդյոք կա չարի ազդեցությունը ծուլության մեջ։ Ցանկացած մեղքի մեջ չարի դրդապատճառը միշտ կա ազդեցությունը, թե ծուլության, թե մյուսի։ Բայց երբ որ մարդ մեղք է գործում, այսօր տարածված է, չէ, չարը խառնեց ինձ, խաբեց եւ ես այդ մեղքը գործեցի։ Երբեմն մարդը ուզում է իր արարքը գցի ուրիշի վրա սեփական անձարդարացնելու համար։ Եվ դա գալիս է դրախտից։ Ինչու կերար այն պտղից, որ քեզ ասեցի չուտես։ Այն կինը, որ տվեցիր ինձ, ինքը ինձ տվեց եւ ես կերա։ Թե չէ ես մաքուր էի, անմեղ էի։ Աստված դու կին սարքեցիր իմ մամանիկներից փոսը գցեց, այսպես ասած։ Գնոջ ինչու կերար։ Ես մաքուր եմ Տեր Աստված, ես ոչ մի կապ չունեմ, այն օծը խաբեց ինձ։ Այսինքն մարդը փորձում է սեփական արարքը արդարացնել չարի արկայությամբ։ Չարի արկայությունը կա, նա մշտապես իր գործը անում է։ Նա միշտ, ինչպես Առաքյալն ասում, մռնչացող առյուծի նման շրջում է մեր մեջ, հա, ով մի քիչ թուլացավ իրան կլանելու կուլ տալու համար։ Չարը միշտ դանում է։ Բայց արդյոք մենք որ գործում ենք մեղքը, մեր գիտակցությունը անջատված է եւ մենք զոմբիի նման մեղքը գործում ենք, որտեվ չարը մեզ դրդեց։ Ոչ, մենք ուզում ենք այդ մեղքը գործել, դրա համար է գործում ենք։ Դա համար պետք չի չարի վրա գցել։ Այո, գայթակղությունը չարից գալիս է, բայց գայթակղության տրվելը արդեն դու ես որոշում տրվես, չտրվես։ Դա համար պետք չի։ Երբ որ մենք պատասխանատվությունը ադիարարքի մեր մեղքի գցում ենք չարի վրա, մենք ասես մեզանից ասատում ենք կամ մեզանից հանում ենք այն գաղափարը, որ մենք մեղ գործելու ունակ ենք։ Չէ, ես սուրբ էի, չարը եկավ ինձ խառնեց, ես կապ չունեմ։ Ոչ, երբ որ դու գիտակցես, որ դու ես այդ մեղքը գործել, այո, չարի դրդմամբ կամ չգիտեմ, ինքը գայթակղել է, բայց դու ցանկացել ես այդ մեղքը գործես, քո ուղեղի մեջ աճել է այդ իրողությունը կամ արարքը, չգիտեմ ինչը, պլաններս գործել, չգիտեմ, եւ այլն, եւ այլն։ Դու ես արել, վերջի վերջում։ Դու ես որոշել։
Դու ես գնացի եւ արել ես։ Քո աչքերը փակ չէին, քո ականջները խուլ չէին, քո լեզուն կախված չէր եւ ոչը զորով քեզ տարել եւ շպրտել են մեղքի մեջ։ Դու ինքդ կամովին քո քայլերով գնացել ես եւ այդ արարքը գործել ես։ Էլ ինչի ես չարի վրա գցում։ Երիտասարդներ կան, ծուլանում են իրենց գործում։ Ինչ խորհուրդ կտաք նրանց։ Ես միշտ ասել եմ, փորձեք անընդհատ աշխատեք։ Գարեգին առաջին լուսահոգի վապարտապանակարի վրա գրված է. Մարդ է, որ գործ է զերգիր։ Մարդն է, որ երկիրը մշակում է։ Կատարելության հասցնողը մարդն է։ Աշխատանք կատարողը մարդն է։ Տեսեք, այս տաճարը թվում է թե փոքրիկ, չգիտեմ, բայց եթե ծուլանային այն կառուցողները, չէր ստացվի, չէին կունենա։ Հազարավոր եւ 100,000-ավոր մարդիկ, որ այս 300 տարին ընթացքում այս տաճար հաճախել են եւ փրկությունը գտել են այստեղ պատրակների, զղջումների, խոստովանությունների մեջ, այդ մարդիկ չէին փրկվի։ Զուտ այն բանի համար, որովհետեւ շինարարը ծուլացել էր իր գործանելուց։ Կամ մյուսը։ Դրա համար, եթե դու ընտրել ես ինչ-որ մի բան, որ քո սրտից է բխում, ինչ-որ միտեղ մարդ կանեն հասկանալ, որ դու չես ուզում այդ գործով զբաղվես, դրա համար չես անում։ Բայց որ դու ընտրել ես լինել բժիշկ, դու ընտրել ես լինել ուսուցիչ, դու ընտրել ես լինել շինարար կամ որպես մի բան, եւ չես անում դա, ծուլանում ես այդ աշխատանքը, որովհետեւ մտածում ես դե մեկ աշխատավարձը ստանալու եմ, ինչի չարչարվեմ։ Դու արդեն իսկ կործանման եզրին ես։ Դու արդեն կործանվում ես, անդունդը ասենք պարզապես դու չես գիտակցում։ Եվ մի օր այդ անկումի ցավից սթափվելու ես եւ հասկանաս, որ ամեն ինչ կորցրել ես։ Այսինքն այստեղ սիրեց փողը, ոչ թե իր աշխատանքը։ Ինքը սիրեց հեշտասիրությունը, կոմֆորտը, ամեն ինչից հեռու մնալը, սեփական եսի բարձրացումը, որովհետև իր անձը այնքան լավն է եւ ինքը իր տեսակ այնքան լավն է, որ կարող է քիչ էլ աշխատել, կարող է ծուլանալ, բոլորը պարտավոր են եւ նմանորակ շատ բաներ։ Այստեղ պարզապես մենք պետք է տեսնենք հատիկ այդ ծուլությունը ինչպես է արտահայտվում եւ դա շատ բազում կերպով արտահայտվում, նորից եմ ասում։ Երբեմն շատ մի բան ասեմ, պարզ գուցե մի թվա, երբ որ մենք գրում ենք եւ ինչ-որ ալարում ենք ամբողջ բառը գրենք, ինչ-որ մի բան գրում ենք, որպեսզի հասկանանք։ Այսինքն կրճատում ենք բառը, սղագրում ենք հարմարության համար։ Գուցե հիմա կասեք մեր հայրերն էլ են այդպես անում, երբ որ Աստված, Տեր եւ մյուս բառերը կրճատում էին։ Բայց այնտեղ կրճատում են, որպեսզի խնայեն այն մագաղաթը, որ նման տարերի արկայությամբ ավելի շատ կգնար։ Այն ուրիշ էր, ռացիոնալ էր այն մոտեցումը։ Հիմա այլ է։ Այսինքն, տեսեք, եթե մենք ամեն ինչի մեջ փորձենք, մենք կարող ենք տեսնել, որ մարդ կատարյալ չի, այո։ Այլ բան է, որ դու չես գիտակցում քո արածը, բայց երբ որ դու գիտակցում ես եւ շարունակում ես այդ վիճակի մեջ հարատևել, դա արդեն լրիվ ուրիշ է։ Դա համար երբևիցե պետք չի ծուլանալ, մտածել, չէ, լավ չեմ անի, հետո կանեմ կամ հավես չունեմ անելու եւ այլն եւ չգործես, եթե դու չգործես, մյուսը չգործի եւ այդպես շարունակ, ով է լինելու, որովհետեւ ամեն մեկս անում ենք այն, ինչ որ մենք ընտրում ենք։ Ծուլանալ նշանակում է աստվածային նախնական պատկերն ու նմանությունը մերժել քո անձից։ Իսկ ինչպես ազատվել ծուլության մեղքից։ Մարդ մի անգամ ասեց, ալարում եմ մեքենայը ոտքով տեղ գնամ։ Մեքենայով ինձ հարմար արագ հասնում, ժամանակ եմ խնամ, այսօր ամենաթանկը ժամանակն է, չէ՞ մեզ մոտ։ Ասի այո։ Բան չասեցի։ Այնպես ստացվեց իր մեքենան փչացավ։ Ու անդադ տաքսիներ կանչելը մի քիչ ձեռնետու չէր։ Եվ շատ տեղեր ինքը սկսեց ոտքով քայլել։ Եվ հետո մի օր ասեց, լսի, մեքենան պատրաստ է, կանգնած է, բայց այնց հավեսով քայլում եմ այն ուրիշ տեղերը, ճանապարհին մարդկանց եմ տեսնում, հաճելի է, ինձ էլ օգուտ եղավ, ոտքեր սկսեցին չցավել։ Այսինքն, եթե ծուլանես ինչ-որ մի բան անելը, ուրեմն անպայման դա արա։ Ավելիով արա, ու դու կհասկանաս, որ դա հաճույք քեզ կպատճառի։ Դու կուրախանաս դրանով կուրախանան քո շրջապատները քո արածի արդյունքով։ Այսինքն, սեպը սեպով են անում։